Ոսկեհացիներն իրենց գյուղը քարտեզից դուրս են համարում։ Չեն հիշում, թե բնական աղետների վնասները երբ են փոխհատուցվել։ 2 օր առաջ մոտ 20 րոպե տեղացած ուժգին կարկուտը այստեղ էլ 100%-ով ավերել է մշակաբույսերն ու ցանկատարածությունները։ Գյուղը անտեսվում է այդ ուղղությամբ, ասեմ, որ ես ասել եմ կույրաղիք է համարում երևի մեր մարզի համար, սահմանային մասում է գտնվում, ոչ ոք այստեղ մոտ չի գործում։ Ասում եմ մեր գյուղը ոնց որ քարտեզի վրայից դուրս գա, երեկո նայել եմ հեռուստացույցով ամբողջ ռայոնին ցույց են տալի, բայց Ոսկեհատ գյուղը չկա։ Գյուղապետի խոսքով կարկուտից հետո Ոսկեհատ են եկել մարզպետարանի եւ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները։ Տարածքը նայել են, հաշվել վնասը։ Մարզպետարանից եկել է գյուղ վարչապետը մարզպետի հանձնարարությամբ, հետո արտակարգ իրավիճակներից նայել են, ուսումնասիրել են, մենք հանձնաժողով ենք ստեղծել, ասացի, համապատասխան ակտերը կազմել ենք, այսօր ուղարկեցի արդեն գյուղ վարչուն։ Երևի առաջին ծիծեռնակներից մեկ կլենք, որ այսքան շուտ ուղարկեցինք։ Մոտակայքում կան հակակարկտային կայաններ, սակայն դրանք այս անգամ բնական աղետը մեղմել չեն կարողացել։ Մենք 4 հատ հակակարկտային կայան ունենք, որը ծածկում է գյուղը, այսպես ասած, բայց դրանք չեն օգնել, կրակել են։ Միշտ օգնել են այս գյուղին, բայց այս անգամ չօգնեցին։ Տարիների փորձ ունեցող հողի մշակները վստահ են, կարկուտի ծեծածը փրկել անհնար է։ Ասում են այգիները առաջիկա 2 տարում բերք չեն տա։ Շատ մեծ կորուստներ ենք ունեցել, ոչ թե մենակ այս տարի բերքի կորուստն է, նաև մենք մտածում ենք 2 տարի էլ սրանից հետո բերք չենք ունենա։ Կարկուտից տուժած մյուս գյուղերի նման ոսկեհացիները կառավարության աջակցությունն են ակնկալում։ Ասում են սեփական ուժերով ոտքի կանգնել չեն կարողանա։ Մարիա Առաքելյան, Նարեկ Եղիազարյան, Գառնիկ Նահապետյան, այսօր։